Ինչու են հայերը այդքան սիրում ոսկի ու ինչու է այն արժեքավոր, եթե դա ընդամենը մետաղ է։ Դրանով ոչ կարաս տաքանաս, ոչ կարաս կշտանաս, բայց մարդկության համար դա հարստություն է համարվում արդեն ավելի քան 5000 տարի։ Իսկ մեր նախնիները իրենց խնայողությունները պահում էին հենց դրա մեջ։ Արի հասկանանք։ Նախ ինչու հենց ոսկի։ Պատմության ընթացքում մարդիկ փորձել են որպես փող օգտագործել ամեն ինչ, ու ոսկին հաղթեց, որովհետև ուներ իդեալական product market fit։ Այն չի ժանգոտում, դժվար է կեղծել, քանակը սահմանափակ է ու չի փչանում։ Ու ամենակարևորը այն է, որ ոսկու արժեքը հիմնված է ոչ թե կենցաղային օգուտի, այլ համընդհանուր վստահության վրա։ Ոսկին թանկ է միայն այն պատճառով, որ մենք բոլորս պայմանավորվել ենք այն թանկ համարել։ Իրականում ձեր գրպանի փողերը աշխատում են լրիվ նույն սկզբունքով։ Բայց թղթադրամի հետևում կանգնած է մեկ պետության խոստում, որը կարող է ցանկացած պահին արժեզրկվել ինֆլյացիայից։ Իսկ ոսկու հետևում մարդկության հազարավոր տարիների կոնսենսուսն է։ Պետությունները փլուզվում են, իսկ ոսկի մնում է։ Ու ահա գլխավոր դասը, երբ ընտրում ես ինչի մեջ ներդրել քո գումարը, պետք է հասկանալ, որ ոսկին փողը շատացնելու համար չէ։ Ի տարբերություն օրինակ ակցիաների, այն դիվիդենդներ կամ խոշոր եկամուտ չի բերում։ Ոսկին ապահովագրություն է համակարգային ռիսկերից։ Ամեն դեպքում հիշեք, որ սխալ է պահել ամբողջ կապիտալը մի ակտիվի մեջ։ Իսկ եթե բաժանորդագրվեք իմեջին, հաջորդ վիդեոյում կիմանաս, թե խի է ինքը այսքան թանկացել վերջին ամիսների ընթացքում։